Համահայկական աշխարհագրականը ներկայացնում է։ Բարև ձեզ, Հանրային հեռուստաընկերության եթերում Օտարամայի ճամփեքի վրա ծրագրի 816-րդ թողարկումն է։ Եվ 816-րդ ճամփան բերեց մեզ Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա։ Այս քաղաքին նվիրված առաջին թողարկումների ընթացքում թեր ուշադրության ենք ներկայացրել մայրաքաղաքի հայկական վայրերն ու այստեղ բնակվող մեր հայրենակիցներին։ Այսօրվա մեր հաղորդումը լինելու է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի գլխավոր տեսարժան վայրերի, Չեխական ճարտարապետության եւ հանրահայտ հայ երաժշտի, ինչպես նաեւ Չեխ աշխարհահռչակ կոմպոզիտորների մասին։ Պրահան իրավամբ համարվում է աշխարհի գեղեցիկ քաղաքներից մեկը, իսկ տեղացիները համոզված են, որ ամենագեղեցիկը։ Չեխերը սիրով կառուցել են այս քաղաքը եւ թողել իրեն ժառանգներին, որոնք իրենց հերթին արեցին ամեն ինչ, որ բնակավայրի շինություններից մի քար չպակասի։ Պրահան այն քաղաքներից է, որտեղ ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես նախկինում։ Այստեղ չեն կառուցում բարձրահարկեր քաղաքի կենտրոնում, չեն փլում պատմական հուշարձանները հողը թանկ ծախելու նպատակով եւ ընդհանրապես չեն էլ մտածում այդ ուղղությամբ։ Ոսկե Պրահան կանգնած է եւ համոզված եմ, որ կանգնած է լինելու դարեր շարունակ։ Սա Եվրոպայի ամենահաճախելի քաղաքներից մեկն է։ Այստեղ տարվա բոլոր ժամանակներին կարելի է տեսնել տուրիստների բազմություն։ Պրահան ունի մի քանի կենտրոնական հատված, եւ դրանցից ամեն մեկը ունի իր անկրկնելի հմայքը։ Քաղաքի սիրտը Ստարոմեստ Կենամեստ հրապարակն է, ամենամարդաշատ եւ ամենահայտնի վայրը։ Տասնամյակներ շարունակ քաղաքի հյուրերը գալիս են այստեղ եւ սպասում են, երբ կաշխուժանա եւ կսկսի իր ներկայացումը աշխարհի ամենահայտնի ժամացույցներից մեկը։
Ստարոմեսկի նամիստի պատմական շենքերում այսօր տեղակայված են թանգարաններ, պատկերասրահներ եւ պետական հիմնարկներ։ Բոլոր այս հաստատություններում այնքան հետաքրքիր բան կա, որ ամբողջը տեսնելու համար մի քանի օր է հարկավոր, եւ նրանք, ովքեր գալիս են Պրահա երկար ժամանակով, այդպես էլ անում են։ Անշտապ եւ հանգիստ ուսումնասիրում են ոսկե քաղաքի մշակութային օջախները, հին քաղաքապետարանի շենքը, Աստվածամոր տաճարը եւ այլ շինությունները։ Բնականաբար Ստարոմեսկի նամեստին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում եւ բնականաբար պահպանվում է պետության կողմից, ինչպես ամեն ինչը Պրահայում։ Իսկ այժմ մոտենում ենք աշխարհի ամենահայտնի կամուրջներից մեկին՝ Կարլի կամրջին։ Բազմաթիվ տուրիստներ ամբողջ աշխարհից գալիս են այստեղ, որպեսզի լուսանկարվեն եւ ձեռքով կպչեն կամուրջի վրա գտնվող քանդակներին։ Համարվում է, որ դրանք հաջողություն են բերում։ Կամուրջը կառուցել է հանճարեղ չեխ ճարտարապետ Պետր Պարլերջը, ով նաև մասնակցել է Պիտի տաճարի կառուցմանը։ Կամուրջը կառուցվել է շուրջ 45 տարի, իսկ առաջին քարը դրել է Կարլ IV մեծ թագավորը։ Այս կամուրջը դիմացել է բազմաթիվ պատերազմներին, հակամարտություններին եւ ջրհեղեղներին, սակայն մինչ օրս կանգնած է եւ ընդունում է միլիոնավոր տուրիստների։ Կամուրջի ամենահայտնի արձաններից է Սուրբյան Նեպոմուցկու քանդակը։ Մոտակայքում կանգնած է կամուրջը կառուցած Կարլ IV մեծ թագավորի արձանը։
Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերն իրար հետ միացնում են գեղեցիկ փողոցները, որոնց վրա նույնպես կան բազմաթիվ հայտնի վայրեր և ճարտարապետական գլուխգործոցներ համարվող շինություններ։ Պրահան բարձր արվեստի քաղաք է։ Այստեղ կան բազմաթիվ թանգարաններ, որտեղ կարելի է տեսնել հանրահայտ նկարիչների և քանդակագործների աշխատանքներ, Վան Գոգի, Կլիմտի, Մունկի, Մոնեի, Պիկասոյի և այլ վարպետների կտավները ցուցադրվում են Պրահայի լավագույն թանգարաններում։ Բնականաբար այստեղ է նաև չեխ նկարիչների ամենախոշոր հավաքածուն աշխարհում։ Սակայն տեղացիները երևի թե ժամանակ առ ժամանակ հոգնում են իրենց քաղաքում պահվող բազմաթիվ հրաշալի ցուցանմուշներից և կազմակերպում են ժամանակակից և միևնույն ժամանակ անհասկանալի արվեստի այսպիսի ցուցադրություններ։ Քանի որ ես այս ամենը չեմ հասկանում, չեմ էլ մեկնաբանում։ Պրահան աշխարհի երաժշտական կենտրոններից մեկն է։ Ժամանակին այստեղ ելույթ են ունեցել բոլոր հանրահայտ երաժիշտները՝ Մոցարտը, Լիստը, Բեթհովենը, Շոպենը և այլոք։ Չեխիան տվել է աշխարհին առնվազն 3 աշխարհառչակ կոմպոզիտոր։ Նրանք են Անտոնին Դվորժակը, Բեդրժիխ Սմետանան և Լեոշ Յանաշեկը։ Պրահայում կան բազմաթիվ հանրահայտ դահլիճներ և համերգասրահներ։ Մեր նկարահանման օրերին դրանցից մեկում տեղի էր ունենում հայ երաժիշտ Տիգրան Համասյանի համերգը։ Մենք չէինք կարող բաց թողնել այս առիթը։ Համերգից հետո զրուցեցինք մեր հանրահայտ հայրենակցի հետ։ Խառը ռեպերտուար են նվագել, ծրագիրը համ տարբեր սոլո ալբոմներից ծրագիր էր, նաև մի քանի ստեղծագործություն վերջին ձայնասկավառակից նվագեցի։
Նոր ծրագիրը մի քիչ բավականին ծավալուն է, ինքը մենակ երաժշտության մասին չէ, այլ այս հազարան բլբուլ պատմությունը, հին հեքիաթը, ես կասերի նույնիսկ առասպելը ներկայացնել հիմիկվա տարբեր արվեստի ոլորտի մարդկանց հետ եւ տարբեր բնակավարներում, ոչ միայն երաժշտության մեջ, այսինքն ինքը մուլտիմեդիա ավելի շատ ծրագիր է, մենք բեմադրված համերգ, այսպես ասած, տրանսմեդիա համերգ, որտեղ վիզուալ շատ բավականին ծանրագժիր աշխատանք են կատարել իմ հետիս արվեստագետները, ռեժիսորները եւ նաեւ լույս է տեսել on-line խաղը, որ այսինքն ինքը վիդեո տեսահոլովակ է, որի ընթացքում դու խաղում ես։ Ես ճիշտն ասած մի հատ միտք ունեմ, բայց պետք է խոսեմ այսինքն հին ստեղնաժարային գործիքներ ստարկողների վերարտադրելու մասնագետների հետ, որ շատ եմ ուզում, որ հին կլավիսինի սիստեմով, այդ որ լարը քաշում է, ոչ թե մուրճիկները խփում են, այդ սիստեմով նոր ինչ-որ բան ստեղնաշարային գործիք ստեղծվի, մի քիչ ավելի թավ ձայնով, ավելի ուդի նման ձայնով, ոչ թե կլավիսինի այդ մի քիչ ճչան ձայնը չլինի, եւ բնականաբար միկրոտոնալ կուզենայի լիներ, որ այդ հատուկ այդ խաղիկները կամ այդ կախ նոտաները, այսպես ասած, կամ բարձր նոտաները կարողանայի արտաբերել։ Այստեղի հանդիսատեսը շատ ջերմ է, միշտ բավականին հյուրընկալ են եւ գիտեմ, Պրահան մանավանդ ինձ շատ է դուր գալիս այստեղ, դե շատ գեղեցիկ քաղաք է, ոգեշնչում է եւ միշտ լավ սրահներում, լավ դաշնամուրով են լինում եւ համերգները լավ են անցնում։ Իմ համար դրանք են կարևոր, սրահը եւ դաշնամուրը։ Ինչ այսօր այսքանը, առայժմ։